Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի արուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Հայկ Այվազյանն հետ, շնորհակալ եմ պարոն Այվազյան մեր հավերնությունների համար։ Մենք տարբեր անգամներ, երբ զրուցել ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդադ կար այսպես անհասկացվածություն, հա, թե Հայաստանը անում է թշնամական քայլեր, ռուսական կողմից կամ չնկատելու են տալիս, կամ հարմար չեն համարում հիմա արձագանքել, կամ իրականում չեն նկատում, չգիտեմ։ Եվ այս առումով այսպես աղաղակող հանգամանքն այն էր, որ փաստորեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին նստած Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ ներկայացնում էր ժողովրդի խոսքով ասած զապաս պագրիշկա, որ մենք գնում ենք ԵՄ, բայց դե մինչև այդ հարցերը չեն լուծվել, դեռ կմնանք ԵԱՏՄ-ում։ Փաստորեն եղավ արձագանք ժամանակ անց, օրերս նախագահ Պուտինը հայտարարեց, որ Հայաստան պետք է ընտրություն կատարի, չկա այն իրավիճակը, որ երկու աթոռի վրա կնստենք, սա արդեն իմ մեկնաբանությունն է, որ Հայաստանի ժողովուրդը թող առաջարկում են հանրաքվե անել, եթե գնում են ԵՄ, ապա մենք հանգիստ խաղաղ բաժանվենք։ Ձեր մեկնաբանությունները այս առաջարկի մասով ինչու էր սա արվում եւ ինչ է սա նշանակում։ Նախ այն մասով, թե ինչու նախկինում Ռուսաստանը այդքան բուրըն չէր արձագանքում, որովհետև նախ Ռուսաստանը ինքը ներսից փոխվելու կարիք ուներ։ Այսինքն իր քաղաքականությունը փոխելու, վերանայելու, ինչու՞ չէ նաև իր ներքին հասարակությանը արթնացնելու, նաև հայրենասիրական ոգով դաստիարակելու խնդիր ուներ։ Այսինքն այդ արձագանքը եւս բխում է ուժային բալանսից։ Եթե դու գիտես, հասկանում ես, որ եթե դու արձագանքես, ապա դու process-ները էլ ավելի ես արագացնելու քո դեմ, որտեղ իր արձագանքը ոչ մի էֆեկտ չէր տալու Հայաստանում, միայն այն, որ գործող իշխանությունը ավելի էր հայտնվելու արևմուտքի գրկում եւ այդ հակառուսական process-ները ավելի էին արագանալու։ Բայց եղավ արձագանքի վերջում։ Այո, որտեղ Ռուսաստանը ինքը ներսից փոխվում է, հատկապես իմ կարծիքով արձագանքը էլ ավելի է կոշտանալու, ուժեղանալու 2026 թվականի այս տարվա սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններից հետո։ Իմ հաշվարկով մոտ 100 եւ ավել հատուկ ռազմական օպերացիան անցած սպաներ, որոնք հերոսի կոչում են ստացել, մտնելու են Եդինայա Ռոսիայի կազմով խորհրդարան, պարլամենտ, դումա, եւ միգուցե որոշ ժամանակ անց նաեւ սկսեն զբաղեցնել միջին եւ վերին օղակներ իշխանության։ Դա նշանակում է, որ զինվորականները լավ գիտեն ով է հակառակորդը եւ հակառակորդին ինչպես պատասխանել։ Այսինքն օրինակ եթե նայենք պատմությունը, ապա ռուսական կայսրությունը, օրինակ, կամ նույն խորհրդային միությունը հասել են իրենց հզորության գագաթնակետին այն ժամանակ, երբ որ ըստ էության զինվորականներն են այնտեղ նաեւ քաղաքականություն որոշել։ Բայց որ իմ կարծիքով ավելի է կոշտանալու եւ տարաձայնություններն էլ ավելի են մեծանալու, որտեղ իրենք մի հռետորաբանություն ունենալու, Հայաստանի իշխանությունները ուրիշ։ Հիմա դուք ճիշտ նկատեցիք այդ Զապաս Պակրիշկայի օրինակը բերելով, դա ինչ որտեղ վիրավորական է նաև Ռուսաստանի համար, այսինքն ինքը քայլեր է ձեռնարկում, շուկան է բացել, մեր քաղաքացիներին թույլ է տալիս, որ ազատ աշխատեն, գումար ուղարկեն եւ այլն, որում 100,000-ավոր քաղաքացի, կարևոր թիվ է, էլի։ Եվ դրանով լցվում է բյուջեն միլիարդավոր դոլարներ ուղղակի։ Հայաստանից ասում են դե միևնույնն է մենք գնալու ենք, բայց քանի չեն գնացել, դուք պետք եք մեզ։ Դες ինչպես ասում են, ոնց են ասում գյուղերում, կթուկովի պես, ինչ կարողանանք ձեզնից կքամենք։ Դե որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի նախագահը Եվրոպա մատակարարվող գազի վերաբերյալ ինչ ասեց, ասեց, եթե մեկ ամիս հետո միևնույն է իրենք գազը կտրելու են, ապա եկեք միանգամից մենք ինքներս այսօր այդ գազը կտրենք։ Միևնույնն է մեկ ամիս հետո նույն բանը անելու են։
թե որովհետև պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Հետևաբար այդպես էլ Ռուսաստանը դժվար թե շարունակի հանդուրժել, ինքը ասում է ինչ, եթե դա ժողովրդի կամքն է, դուք էլ նշեցիք, այսինքն ժողովուրդն է այդպես ուզում, մենք հարգանքով կմոտենանք դրան, բայց եթե դա ժողովուրդ պարզվի, որ հանրաքվեի արդյունքում ժողովուրդը այդպես չի ուզում, եւ իշխանություններն են ուզում զոհաբերել հայ-ռուսական հարաբերությունները, այդտեղ կարծում եմ Ռուսաստանը այստեղ տարաձայնություններ արդեն առաջացան նախագահ Պուտինի հետ, տեսեք։ Ինչի Ռուսաստանում չգիտեն, ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել, որտեղ օրինակ 80% կստանանք դեպի Եվրամիություն, սա մեկ, եւ երկրորդը արդյոք ծանոթ չեն Հայաստանում ժողովրդի խոսքով ասած բեջարված հակառուսականությանը, որը բավական բարձր տոկոս է զբաղեցնում, եւ հակառուսականությանը գումարվում է այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիները չարթարացված ակնկալիքներ ունեն Եվրամիությունից, այսինքն մարդիկ մտածում են, որ հեսա կմտնեն Եվրամիություն ու սկսելու են ապրել ինչպես ասենք Փարիզի կենտրոնում ապրողները, եւ այդ Փարիզի կենտրոնում ապրողի սոցիալական կարգավիճակից մեզ բաժանում է կամ այդ ճանապարհին մեզ խանգարում է ԵԱՏՄ-ն։ Սա ոչ օբյեկտիվ պատկեր է, բայց քարոզչական այսպիսի պատկեր են ստացել։ Հակառուսականություն գումարած այս չարթարացված ակնկալիքներ, այդ հանրաքվեն շատ հանգիստ կարելի է հաղթել։ Եթե անգամ այս երկու հանգամանքը չլիներ, ապա հանրաքվեի թիվը կարելի է նկարել ուղղակի։ Այո, բայց ինչ որտեղ խապված լինելը դա եւս ընտրություն է։ Այսինքն եթե դու ուզում ես խապվես, դա եւս մարդու ընտրություն է։ Բացի այդ, իհարկե ժողովրդի վրա չեն կարող գցել, բայց սովորաբար ժողովուրդը իր կարծիքը ձևավորում է կարծիք ձևավորող լիդերների կողմից։ Այսինքն կան ենթադրենք քաղաքական գործիչներ, ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ կամ փոքր հասարակական կարծիք ձևավորող լիդերներ են։ Նաև լրատվամիջոցներ, որոնք դրանով զբաղվում են։ Այսինքն հասարակական կարծիք ձևավորելու պատասխանատվությունը այդ մարդկանց վրա է։ Հիմա եթե նման ճակատագրական ընտրության առջև է կանգնում Հայաստանը եւ Հայաստանի ընդդիմադիր ուժերը կամ ընդդիմադիր հասարակական, մի խոսքով ընդդիմադիր դաշտը, պարտադիր չի լինի քաղաքական ուժ, չեն կարողանում այնպես ձևավորել հասարակական կարծիք, որ ենթադրենք 80% մասնակցություն լինի այդ ռեֆերենդումին, որի դեպքում բավական կդժվարանա կեղծելու հնարավորությունը, այսինքն ժողովուրդը ասի սա ճակատագրական ընտրություն է։ Բայց ով ասաց, որ 80%-ի մասնակցության դեպքում այդ 80%-ի մեծամասնություն չի ուզենա Եվրամիություն գնալ։ Ասում եմ, չէ, այ հասարակության մեջ Եվրամիության մասով չարթարացված ակնկալիքներ կան։ Դուք էլ դա լավ տեսնում եք, չէ՞։ Ի վերջո լավ, քարոզչական եկեք բանը ազդեցությունը։ Դուք տեսել եք երբևէ որևէ մեկը չնայած Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունենք, բայց ասենք վիզային ռեժիմ լիներ Ռուսաստանի հետ, վիզա ստանալուց այդ անձնագրերը նկարեին, դնեին Facebook-ում մենք եւ ռուսական վիզա, այդպեսի բան դժվար է, չէ՞, պատկերացնել։ Եվրամիության վիզաների մասով ամենօրյա ռեժիմով կարելի է տեսնել նման կարգում։ Մարդիկ երջանկանում են, որ Եվրամիություն գնալու թույլտվություն են ստացել կամ Միացյալ Նահանգներ գնալու։ Քարոզչական փաթեթավորումը շատ լավն է Եվրամիության, հավաքական արևմուտքի։ Այսինքն իմ մոտ տպավորություն է անկեղծ ամենայն հարգանքով նախագահ Պուտինի նկատմամբ, բայց իրենք էլ են ուզում հայ ժողովրդի գրպան ինչ-որ բան գցել, այսինքն բան ունեն անելու։ Կոնկրետ ասած, այս հակառուսական, թշնամական քաղաքականությանը դաժան պատասխան ունեն տալու, բայց այդ պատասխանը տալուց առաջ ուզում են ասեն մի հատ հայ ժողովուրդը թող ընտրի, որ հետո չդժգոհեն մեզանից, ասեն դուք ընտրեցիք այդ ճանապարհը։ Դե չէ, ինքը նախ Պուտինը ինքը միշտ նույնիսկ Ռուսաստանի ներսում աշխատել է հենվել ժողովրդի կարծիքի վրա, օրինակ 2020 թվականին, երբ որ սահմանադրական փոփոխություններ են իրականացնում, այդ սահմանադրական փոփոխությունները կարող էին անել առանց ժողովրդի քվեարկության, թույլ էր տալիս օրենքը, որովհետև այն հոդվածները, որոնք հանրաքվեով են փոխվում, դրանք չէին փոխվում։ Բայց Պուտինը պնդեց, որ անպայման պետք է ժողովրդի կարծիքը հարցնել։ Ինչի, որովհետև այդ որ ասում են իշխանությունը ժողովրդին է, դա հենց այնպես չեն ասում։ Իրոք ժողովուրդն է ձևավորում իշխանությունը։ Հիմա դա էլ է ընտրություն։ Երբ որ ենթանենք 80% գան եւ ասեն այո եվրաինտեգրմանը, դա եւս ընտրություն է։
Կամ եթե հակառակ Այս այդ 80%-ին խափելու վրա Եվրամիությունը հավաքական արևմուտքը տարեկան 100-ից 150 միլիոն դոլար փող է ծախսում։ Որը ձեր ասած կարծիք ձևավորողները այդ մարդկանց մոլորեցնեն։ Հիմա այդ հանգամանքները պիտի հաշվի առնվեր։ Հիմա իմ ասածը որն է, եթե անելիք ունեք, արեք, ինչ եք գցում հայ ժողովրդի գրպանը։ Թող հանրաքվե լինի, հայ ժողովուրդը ընտրի։ Իսկ ով ասաց, որ թողելու եմ, որ նորմալ ընտրվի, նորմալ իրավիճակ լինի, հա։ Դե հիմա օրինակ եթե հաշվենք Հայաստանում չգիտեմ կոնկրետ թիվը, բայց 100,000-ավոր անդիմադիր մի ժողովրդի զանգված կա։ Տարբեր քաղաքական ուժերին համակրող։ Հիմա կարծում եմ ոչինչ չի խանգարում ճակատագրական ընտրության ժամանակ այդ անդիմադիր զանգվածին միավորել եւ փորձել զերծ պահել Հայաստանը այդ սխալ ընտրությունից։ Իսկ եթե փորձեն կեղծել, ապա միավորելով այդ 100,000-ավոր անդիմադիր զանգվածի ջանքերը թույլ չտան, որպեսզի դա տեղի ունենա։ Այսինքն դա ընտրություն է։ Հիմա վերջի վերջո ինքը ուզում է համոզված լինի։ Արդյոք դա ուղղակի մի խմբակի որոշելիքն է եւ ինքն է որոշում, որ պետք է գնանք Եվրամիություն։ Թե միգուցե այո, միգուցե իրոք ժողովուրդը ուզում է։ Այսինքն ոնց իմանա ինքը ուզում է թե չի ուզում։ Լավ, բան է, բայց ասենք Ռուսաստանի նախագահ չի գիտակցում քարոզչության ազդեցությունը։ Հիմա ասենք ոնց որ հիմա հարց դնենք, ասենք Ռուսաստանում եկեք հանրաքվե անենք, ով է ուզում Ղրիմը միանա Ռուսաստանին։ Պարշի 90%-ը, 99%-ը ասել է հա։ Չէ՞։ Այո։ Իսկ եթե իշխանությունը այլ տրամադրություն ունենար, ասենք ինչը ուներ, ասենք մինչև 2014 թվականը Ռուսաստանի Ղրիմի մասով։ Այդտեղ հանրավակի ուրիշ պատկեր կարելի էր, չէ՞։ Հանրաքվեի ուրիշ պատկեր կարելի Դե էր։ դրա համար Ղրիմը չէին վերցնում մինչև 2014 Հիմա, թվականը։ հա, հարցը սրանումն է, ուզում ասեմ, եթե իշխանությունը այս խմբակի ձեռքում է, իրենք տիրապետում են ռեսուրսների, իրենք ունեն հնարավորություններ, իրենք ունեն Թուրքիայի, Եվրամիության, Միացյալ Նահանգների աջակցությունը, ունեն անսահմանափակ ֆինանսական միջոցներ մարդկանց մոլորեցնելու վրա, ունեն ամենաազդեցիկ մեդիա ռեսուրսները, այս ֆոնին հույս ունենալ, որ այդ հանրաքվեի արդյունքը ուրիշ է լինելու, ես կարծում եմ առնվազն միամտություն է։ Դե, հա, բայց պատերազմ է գնում, երբ ասում եք դուք, եթե ուզում եք մտեք այդ պատերազմի մեջ, որովհետև ձեզ օգտագործելու են այդ պատերազմը։ Հիմա գանք դրան, նախագահ Պուտինը հիշատակեց նաև Ուկրաինայի հետ տեղ ունեցած, հա։ Սա արդյոք նշանակում է, դա կլինի տնտեսական, ռազմական, չգիտեմ, քաղաքական, այս բանը ես չեմ կարող պատկերացնել, բայց արդյոք լինելու է դաժան պատասխան հենց դրա մասին էր ակնարկում նախագահ Պուտինը, որ դաժան պատասխան է լինելու, եթե հետևեք Փաշինյանի այս հակառուսական քաղաքականությանը, ընտրեք որ ճանապարհով եք ուզում գնալ։ Դե ինչու ակնարկեց Ուկրաինային, որովհետև նախ Յանուկովիչը, որ այն ժամանակ նախագահ էր, ինքը չէր հրաժարվել եվրոինտեգրումից։ Ինքը ուղղակի հասկանալով, որ այդ պահին եվրոինտեգրումը կնշանակի Ուկրաինայի տնտեսության ուղղակի անկում, ինքը ժամանակավորապես կասեցրեց այդ ասոցիացիան համաձայնագրի ստորագրումը։ Եվ չհրաժարվելով դրանից, նույնիսկ ինքը ստորագրեց, որ ինքը հանձնելու է իշխանությունը, եւ դա արվեց ընդդիմության հետ ինքը ստորագրեց, եւ դա արվեց եվրոպական երկրների արտգործնախարարների ներկայությամբ եւ իրենց ստորագրությամբ։ Բայց քանի որ արևմուտքին պետք էր պատերազմ, իրենք դա չնայեցին դրա վրա։ Իրենք Ուկրաինային տարան այդ ճանապարհով։ Հիմա այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Ուկրաինան 50-60 միլիոն էր, Մայդանը արեցին 15,000, 20,000 մարդ։ Այսինքն արդյոք սա ժողովրդի ընտրություն չի։ Ժողովրդի վրա չեն գցում, բայց ժողովրդի շրջանում հասարակական կարծիք ձևավորող լիդերների ընտրություն չի։ Հիմա եթե Ուկրաինայում այն ժամանակ 1000 հասարակական կարծիք ձևավորող լիդերներ կային մեծ փոքր, ազդեցիկ կամ ոչ այդքան, 1000-ներ տարբեր կարծիք ունեին։ Բայց ո՞նց եղավ, որ 60 միլիոնանոց Ուկրաինայում 15,000 մարդ կարողացավ դա անել։ Յանուկովիչը մոտավորապես մի այդքան էլ դուրս բերեց իր կողմնակիցներին մի բան։ Ասածն էլ է ախր դա է, պարոն Այվազյան։ Դե դա ընտրություն է։ Ուկրաինայում 15,000 մարդով հեղափոխություն, հեղաշրջում անողները հիմա Նիկոլ Փաշինյանի թիկունքին են, սրա մասին է խոսքը։ Իսկ Ռուսաստանի Դաշնություն չկարողացավ պահել այդ իշխանությունը։ Դե ասածս ինչ է, եթե ընդհանրենք ինչ որ իմ նման մեկը Ուկրաինայում այն ժամանակ ուներ ընդհանրենք 50 հետևորդ հասարակական կազմակերպություն։
այդ մեկը լռեց, այդ 50 հետևորդին չհանեց փողոց կանխելու Մայդանը, մյուսը, որը ուներ 1000 հետևորդ, ինքն էլ լռեց, մի մեծ կուսակցություն, որը ուներ, չգիտեմ, 50,000 հետևորդ, նա էլ լռեց, եւ այդպես լռեցին 15000 մարդով եկան, ով չէր հասկանում այն ժամանակ ինչին է դա բերելու։ Լիդերները հասկանում էին, իրենք կարող էին ջանք թափել, հասկանալով, որ այո, մեծ ուժերի դեմ են կռվում, արևմուտքի դեմ է, ուրիշ դե այդպես է, բայց իրենք կարող են ջանք թափել, իրենց միգուցե առողջությունը ինչ որտեղ նաև կյանքը ռիսկի տակ դնել, բայց այդ ճակատագրական քայլից պահել Ուկրաինան, բայց չեղավ։ Այսինքն 15000 մարդ եւ ինչ որ ԶԼՄ-ներ, որոնք որ ուղի եթերով օրը 24 ժամ թողարկում են այդ ամեն ինչը, իրենք կարողացան գերակշռել մնացած 60 միլիոնին։ Լավ, գանք մեր խնդիրներին։ Պուտինի ասածը նշանակում է, որ լինելու է դաժան, որովհետև ես անկեղծ ասեմ, Հայաստան այնպես չի, որ լավ բան է անում հիմա Հայաստանի իշխանության տեսքով։ Երբ որ դու Զելենսկիի ես հրավիրում այստեղ եւ քո տարածքից պատերազմի սպառնալիքով, այսպես ռազմական սպառնալիք են հնչեցնում քո դաշնակցի հասցեին, երբ որ դու հայտարարում ես, որ Ուկրաինայի հարցով իրեն դաշնակից չես, երբ որ դու հայտարարում ես, որ տարբեր հայտարարություններ հնչում հանրային հեռուստաընկերության եթերում ֆաշիստներ են հայտարարում ռուսական իշխանություն, Ռուսաստանի իշխանությունները, դու դժվար է դրան լավ արձագանքել, եթե ռուսների տեսանկյունից ենք նայում։ Բայց հիմա մենք ոնց որ ասած ձեր այն որ ասում եք Ուկրաինայում չարեցին, հիմա մենք փորձում ենք անել։ Ինչ ենք զգուշացնում մեր ժողովրդին։ Նախ այն, որ իհարկե Ուկրաինայի սցենարը Հայաստանում չի կրկնվի, միայն այն պատճառով, որ նախ Հայաստանը փոքր է, չունի այդքան ռեսուրս, երկրորդը սահման չունի Ռուսաստանի դեմ։ Դրա համար նախապատրաստում էին Վրաստանին, Վրաստանը մի փոքր մանևրում է, հիմա նախապատրաստում են Ադրբեջանին։ Այդ Ադրբեջանի այդ հակառուսական կեցվածքը դրա համար, այսինքն Ադրբեջանին աճեցնում են որպես ապագա հակառուսական պլատֆորմ։ Իհարկե Ալիևը հասկանում է, փորձում է, կարծում եմ մանևրել, բայց ինչքան կարողանա, չի կարողանա, կապիկուցը իրեն հանեն, բերեն ուրիշին, որը դա կանի։ Հիմա 3 հանրապետությունների բանակները բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների, դա նշանակում է, որ հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում ստեղծվելու է միացյալ զորախումբ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ՆԱՏՕ-ի հրահանգիչների հրամանատարությամբ, որոնք պատերազմելու են Ռուսաստանի դեմ հարավային ուղղությամբ։ Միգուցե նաև ասենք հայ զինծառայողներին կանչեն այլ ճակատներում Ռուսաստանի դեմ պատերազմի, սա անխուսափելի գործընթաց է։ Ուկրաինան նախապատրաստեցին, հիմա այս ուղղությունն են նախապատրաստում, հետո Հարավային Կովկասից արդեն ճանապարհ է բացում դեպի միջինասիական պետություններ, այնտեղ էլ կպատրաստեն, այնտեղ հիմա նացիոնալիզմը աստիճանաբար թափ է հավաքում։ Շուտով կարծում եմ այստեղ կտեսնենք, որ նացիոնալիստական տրամադրությունները էապես աճելու են, որտեղ առանց դրա ժողովրդին դժվար է մոտիվացնել, ինչի պիտի ժողովուրդը գնա Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ընդ որում դա հակառուսական բնույթի նացիոնալիզմ է լինելու։ Այսինքն Պուտինի ասածը, որ եթե դուք դա ընտրությունը կատարեք, ինչ է ուզում ասի այդ բաժանման մասին, որ ասում է։ Ասում է դրանից հետո ին վրա էլ հույս չդնեք։ Այսինքն բաժանվեցինք, դիմեք ձեր Եվրամիության գործընկերներին, դիմեք ՆԱՏՕ-ին, թող կան ձեր անվտանգությունը եւ տնտեսությունը ապահովեն։ Եթե մենք բաժանվում ենք, ուրեմն բաժանվում ենք, վերջ։ Չասեք, թե սահմաններս պետք է պահել, չասեք, թե ատոմակայան ունեմ, լույսը հոսանքը չի երիքում, եկեք ատոմակայանը երկարաձգենք, չասեք բյուջեն չեն կարողանում լցնենք, թույլ տվեք մեր ապրանքները վաճառենք, այսինքն եթե բաժանվում ենք քաղաքակիրթ ձևով, ուրեմն բաժանվում ենք։ Ուրեմն այն արտոնությունները, որ կան ունի Հայաստանը, չի ունենալու, համագործակցենք այնքանով, որքանով որ դուք կուզեք։ Չեք ուզի, չենք համագործակցի։ Բայց այստեղ քանի որ Հայաստանի իշխանությունները ասում են, ուզում ենք մենք համագործակցել, մենք ուզում ենք անդադ ձեզ քացի տալ, բայց միևնույն ժամանակ օգտվել ձեր փողերից։ Չէ, դե այդպես Ռուսաստանը այլ ուզում ենք համագործակցել։ Դե ուզելը չէ, գործերով պետք է լինի։ Ուզում ես համագործակցել, ուրեմն արի հապկում վերականգնի անդամակցությունդ։ Ուզում ես համագործակցել Եվրամիության ստանդարտների քո ներքին օրենսդրությունը մի բեր, որտեղ դրանք հակասելու են ԵԱՏՄ-ին։ Ուզում ես համագործակցել, օրինակ քանի տարի է արդեն հայ-ռուսական
համագործակցություն պաշտպանության նախարարությունների մակարդակում չկա։ Փոխարենը Պապիկյանը գնում է Լեհաստան, Լեհաստանը։ Լեհաստանն էլ ամենառուսաֆոբ երկրներից մեկն է եւ ինքն է ապագա պատերազմում, որը պլանավորում են, իրեն են օգտագործելու, հիմա էլ հայ-լեհական համատեղ զորաբարություններ են ուզում անեն։ Դե պարզ է դա ինչու են մեզ Լեհաստան տանում, որտեվ մենք պետք է մոտիվացվենք այդ հակառուսական էլեմենտներից ՆԱՏՕ-ում, որտեվ մեզ մտցնելու են այդ պատերազմի մեջ։ Հիմա եթե մեզ մտցրեցին եւ հայ զինծառայողներն էլ հայտնվեցին ինչ որ մի ճակատում ռուսական բանակի դեմ կռվելիս, դե պարզ է որ ռուսները չեն նայելու հայ է, վրացի է, ով է, բոլորին ոչնչացնելու են։ Հիմա Այս առումով մենք մտնում ենք պատերազմի մեջ։ նախագահ Պուտինի կողմից տրված վերջնագրին մի քանի օր է արձագանք չկա, ինչու են լռում։ Պաշտոնը սովորաբար սիրում էր շատ արագ ինչ որ հայտարարությունների արձագանքել։ Ինչու չեն հայտարարում, որ այո, մենք հանրաքվե ենք անելու, ժողովրդի որոշումը, ժողովուրդը ինչ որոշի, դա կյանքի կոչենք։ Որովհետև արձագանքելու համար նախ Փաշինյանը պետք է զեկուցագիր ուղարկի Բրյուսել եւ Վաշինգտոն եւ այնտեղից պետք է պատասխան գա ինչ արձագանքել։ Իսկ Վաշինգտոնը օրինակ նայում է ապագա բանակցությունների ընթացքին եւ ուժային բալանսին։ Վաղը եթե Վաշինգտոնը տեսնի, որ Ռուսաստանի հետ, այսինքն գալիս է պահը, երբ որ Ռուսաստանի հետ պայմանավորվելու են մեծ գործարքի շուրջ, ինքը կարծում եմ Հայաստանի իշխանություններին ասի հետ քայլ արեք։ Բայց եթե Ինչպես ռուս-ամերիկյան օրինակ հապկի մասով Ֆրանսիան էր խորհուրդ տվել դուրս չգալ հապկից, այլ դե իրենք նայում են պատերազմի տրամաբանությանը, ուժային բալանսին։ Հիմա նայում են, եթե իրենք ստիպեն Հայաստանի իշխանություններին կտրուկ գործողությունների գնալ Ռուսաստանի դեմ, դե Ռուսաստանը լավ հասկանում է, որ այդ գործողությունները թելադրված են Վաշինգտոնից եւ Բրյուսելից։ Ուրեմն Ռուսաստանն էլ կարող է ասիմետրիկ պատասխան տալ իրենց այլ ճակատներում։ Հիմա իրենք պետք է համոզված լինեն, որ եթե ստիպեն Հայաստանի իշխանություններին այդ քայլերի գնա, իրենք այդ ասիմետրիկ պատասխանը չեն ստանա։ Դրա համար նայում են ուժային բալանսը։ Հիմա օրինակ էս մայիսի 9-ին, երբ որ 9-ից առաջ, երբ որ Զելենսկին մի հրամանագիր ստորագրեց, որով այսպես ասած իբր թույլ տվեց, որ այդ շքերթը լինի, եւ այնտեղ նշեց, որ ամերիկացիների հետ բանակցությունների արդյունքում է դա եղել։ Եվ ստեղի այդ այսպես կոչված այդ ամերիկյան ՀԿ-ների, արևմտյան ՀԿ-ների ներկայացուցիչները ողջևորված էին, տեսեք Զելենսկին ինչպես է թույլ տալիս, որ շքերթը տեղի ունենա։ Իմ կարծիքով ինչ է տեղի ունեցել։ Ռուսաստանը շատ լավ գիտի, որ առանց ամերիկյան մասնագետների օգնության նման հարձակում Կարմիր հրապարակի վրա Ուկրաինան ի վիճակի չէ իրականացնել։ Հետևաբար իմ կարծիքով ուղղակի ներքին խողովակներով, փակ խողովակներով ամերիկացիներին հասցվել են, որ եթե նման բան տեղի ունենա, ուրեմն պատասխանատվությունը դուք եք կրելու, հետևաբար այստեղ գործի է դրվելու նաև Ռուսաստանի միջուկային զենքը։ Եվ ամերիկացիները Զելենսկուն ասել են հանգիստ նստի տեղից ոչ մի բան մի արա։ Բայց օրինակ եթե ամերիկացիները համոզված լինեին, որ ռուսական միջուկային զենքը չի աշխատի, ինչ-ինչ պատճառներով հարձակման դեպքում, իրենք միանշանակ ասեին հարված։ Հետևաբար այստեղ արևմուտքը նայում է ուժային բալանսին։ Ինչ իրենց ամեն քայլը ինչ ինչպես պատասխան օրինակ Իսրայելին հանգիստ թույլ տվեցին Իրանի վերնախավին սպանել։ որտեղ գիտեին, որ պատասխան չի լինելու։ Կամ առնվազն հնարավորություն չունեն իրենց Այո, պատասխանել։ կամ հնարավորություն չունեն։ Դրա համար եթե ունեն իմանային, որ այդ հնարավորությունը կա, չէին անի։ Այստեղ նաև ինչ կա, որ օրինակ նույն Իրանի դեպքում Միացյալ Նահանգները միջուկային զենք չկիրառեցին ու կարծում եմ չեն կիրառի։ Որտեղ որ պահին իրենք միջուկային զենք կիրառեցին, աշխարհը միավորվելու է Ռուսաստանի շուրջ, որպեսզի ապագայում իրենց վրա էլ այդ միջուկայինը չկիրառեն։ Այսինքն դա մի սահմանի անցնում է, որտեղ որ հաստատորեն ստացվում է, որ երկրորդ անգամ 20-րդ եւ 21-րդ դարերում ամերիկացիները միջուկային զենք են կիրառում։ Դա նշանակում է ցանկացած ժողովուրդ ապահովագրված չի։ Ուրեմն ինքստիկյան այդ ամերիկյան այդ խաղաղասիրության Տրամպի ինչ որ կոնֆլիկտները լուծելու այդ միֆը փլուզվում էր եւ Եվ աշխարհը համարժեք միջուկային հովանի ունի Ռուսաստանը միայն։ Եվ քանի որ համարժեք միջուկային տրիադա ունի Ռուսաստանը, դե հետեւաբար ամերիկացիները դա գնահատելով, որ աշխարհը սկսելու է միավորվել այդ դեպքում Ռուսաստանի դեմ, իրենք էլ որպես ագրեսոր եւ մարդասպան են ճանաչվելու, չնայած արդեն որ դպրոցը ռմբակոծեցին, արդեն դրանով
եւ այլ դրվագներով արդեն իսկ իրենց կոչում են այդպեսին, դրա համար իրենք այդ ինչ որ սահման կա չեն անցնում։ Այսինքն այն սահմանը, որ տեսնում են արեցին եւ պատասխան չի լինելու կամ հնարավորություն չկա, իրենք անցնում են, որտեղ որ տեսնում են հնարավորություն չկա, չեն անցնում։ Շատ լավ, սպասենք Հայաստանի իշխանության արձագանքին, ի վերջո տեսնենք ինչպես են արձագանքում, ամեն դեպքում նախագահ Պուտինը Ռուսաստանի իշխանությունները ասացին, որ իրենք երկու աթոռի վրա թույլ չեն տալու նստել, կամ մեր աթոռի վրա է, կամ հակառակ կողմի աթոռի վրա է, եւ սա ընտրություն է։ Դե ամբողջ հարցը այն է, որ Ռուսաստանը դեմ չի, որ Հայաստանը Եվրամիության հետ ունենա առևտրատնտեսական հարաբերություններ։ Երբեք դեմ չի եղել։ Չէ, բայց եթե դու ճշնամական օրակարգի մեջ ես Ռուսաստանի հետ, Հիմա էլ դեմ չի արդեն բաց է։ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալու, առևտուր անելու։ Բայց մի բան է դու առևտուր ես անում, մյուս բան է, որ այդ առևտրի դիմաց դու մտնում ես քաղաքական պարտավորությունների տակ, եւ ես կարծում եմ Փաշինյանը այս գագաթնաժողով մտավ վերջնական դրանց տակ, ինքը մանևրելու իր բոլոր հնարավորությունները սպառեց, որտեվ իրենք չեն եկել ուղղակի տենց ոչ միայն Փաշինյանին օգնելու ընտրություններում, այլ նաեւ հավաստիացումներ ստանալու, որ ինքը ամբողջովին պարտավորությունների տակ է։ Զելենսկին դրա վերջակետն էր։ Զելենսկին ինքը իրենով ոչ մի արժեք չուներ այդ գագաթնաժողովի համար, բայց ինքը որպես հակառուսական էլեմենտ վերջակետ ինքը դրա համար եկել ուղղակի տեսախցիկների առջև Երևանու։ կնիկներ այդ ամենը։ Այո, հիմա Փաշինյանը մանևրելու տեղ չունի։ Ինքը չի կարող ուղղակի ասել ոչ չեմ անելու։ Նույնիսկ եթե ուզենա չի կարող ասել։ Եվ մյուս կողմից Զելենսկու այդ կնիկից հետո ռուսները չեն հավատալու, ինչքան էլ Փաշինյանը արդեն ասի։ Դե չեն հավատալու, որտեվ Փաշինյանը իրավունք չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Դրա համար չեն հավատալու։ Բացի նրանից, որ ինքը որակական կամ կամային այնպիսի հատկանիշներ չունի, որ կանգնի ասի ոչ չեմ անելու։ Բացի այդ, այս գագաթնաժողով իրենք դժվարացրին ապագա ընդդիմության, եթե կա իշխանության, իրենց գործը, որտեղ պարտավորությունները հովերցրել է եւ ընդդիմությանը ապագա իշխանության ասելու են, նախորդ իշխանությունը վերցրել է պարտավորությունը, հիմա անում ես, թե չես անում։ Եվ հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու որոշ հարցերում կամ այդ պարտավորությունից հրաժարվել, որտեղ Ռուսաստանի հետ չի կարողանա այդ դեպքում հարաբերություններ վերականգնել, կամ ինքն էլ է ստիպված լինելու մնալ այդ պարտավորությունների տակ, որտեղ որ արդեն ռուսների հետ են խնդրեմ ունենալու։ Այսինքն բավական բարդացրին Հայաստանի ընդհանրապես գործը։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան։ Ես չեմ զրուցում էի Հայկ Այվազյանի հետ վերլուծաբան, տեսություն կհանդիպենք։